Արհեստական բանականությունը շատ լավ բան է, ինչպես միշտ ասել եմ, բայց պետքա մի քանի հարցեր կա ուշադրություն դարձնել, օրինակ այն մարդիկ, ովքեր նոր են գործում առհասարակ IT ոլորտի մեջ, կապ չունի ծրագրավորում, դիզայն, մարքեթինգ եւ այլն, խորհուրդ չի տրվում ամբողջ շեշտը դնել արհեստական բանականության վրա ու որ ինքը լրիվ ձեզ տա այն ինչ որ դուք պետքա անեք, այսինքն դուք չմտածեք, ինքը ձեր տեղը մտածի, դուք չանեք, ինքը ձեր տեղը անի, կգա մի կարճ ժամանակ անց ու դուք կկանգնեք խնդրի առաջ, որովհետև փաստացի դուք չեք սովորել ձեզանով վերլուծել, մտածել, հասկանալ, իրավիճակը ճիշտ գնահատել, այլ այդ ամեն ինչը արել է ինչ-որ մի ռոբոտ, եթե կարելի է տենց ասել, ու արհեստական բանականությունը շատ ավելի հարմար է այն մարդկանց համար, ովքեր արդեն կարելի ասել պրոֆեսիոնալ մասնագետ են ու զուտ գործը մի քիչ արագացնելու համար հարմար է, որ ինչ-որ մեկը քեզ օգնի, սենց ասած, բայց եթե նոր ենք մենք սովորում, մենք պետք է սովորենք տառերը, նախադասությունները, ոչ թե մեր տեղը տառեր որոշեն, նախադասություններ որոշեն եւ այլն եւ այլն։ Արհեստական բանականությունից օգտվեք, բայց շեշտ մի դրեք, որ ինքը ձեր տեղը ամեն ինչ անի, ինքը ձեր տեղը մտածի։ Պիտի մտածեք դուք ինքներդ, որ աճեք ու զարգանաք, դառնաք պրոֆեսիոնալ մասնագետ։